Ողջույն, սիրելի հայրենակիցներ, տեսակապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել հարգարժան Հարութ Սասունյանին, Կալիֆոռնիա Կուրիեր թերթի գլխավոր խմբագիր, հայտնի քաղաքական վերլուծաբան, հրատարակիչ։ Ողջունում եմ ձեզ, պարոն Սասունյան, շնորհակալ եմ հարցազրույցիս հրավերը ընդունելու համար։ Պարոն Սասունյան, Շնորհակալ։ ուզում եմ ներքաղաքական մի շարք կարևոր հարցերի անդրադառնանք, իհարկե որոշ հարցերի եւս արտաքին քաղաքական առումով կանդրադառնանք, բայց սկսենք ներքաղաքական խնդիրներից։ Նախ ինձ համար շատ հետաքրքիր է ձեր կարծիքը, ազգային ժողովը սկսել է աշխատել, ազգային ժողովը Հայաստանի ունի նորընտիր ղեկավար, Հանձին Ռուբեն Ռուբինյանի։ Ես շատ կուզեմ իմանալ ձեր կարծիքը, ինչու, որովհետև տարբեր կարծիքներ են արտահայտվում Ռուբինյանի թեկնածության հետ կապված, խիստ քննադատություններ հնչեցին, հաշվի առնելով նրա կապերը, կասկածելի կապերը Թուրքիայի հետ։ Դուք եւ ընդհանրապես մեր Սփյուռքում կա նրա անձի նշանակման հետ կապված անհանգստություն։ Լսում ենք, խնդրեմ։ Այստեղ երկու տարբեր հարցեր կան։ Մեկը իր Թուրքիա ուսանելու տարիների ամիսների մասին է։ Հետևում եմ այդ բոլոր ասած խոսքերին, ապաստանություններին, բայց ընդհանրապես չեմ ուզում առանց փաստի որևէ եզրակացության հասնել, որովհետև հեշտ է մարդու մասին, ամենի մասին, ամենի արդարոց բաներն են ասում, բայց պետք է փաստեր լինի։ Ես այդ մասին փաստ չունեմ, ուրեմն հետևում եմ, եթե փաստ լինի, այո, Հասկանալի է։ պետք է լուրջ հետևել։ Ինչ վերաբերում է իր լինելուն նախապես որպես ազգային ժողովի փոխնախագահ եւ հիմա էլ խոսնակ, նախ փոխոսնակ հետո խոսնակ, ուրեմն միշտ էլ անցյալում էլ հիմա էլ հետևում եմ, տեսնում եմ որ ինքը միշտ եւ որ ելույթ ունենում է շատ վիրավորական խոսքեր է ասում, գոբիտ խոսքեր է ասում, անկարգավար, անշուշտ այդպիսի պաշտոնի համար ինքը հարմար մարդ չի, ինքը որևէ փորձ չունի ոչ մի բան ղեկավարելու, Փաշինյանի հետ եկավ փողոցից եւ Պարսասիջան պաշտոնյա եւ բայց ասեմ որ Ռուբինյանը միակը չէ որ այդպես է, բոլոր Փաշինյանի կադրերը նույն անորակ ասենք ոչ թե որակ անորակ են եւ փողոցից քայլող մարդիկ են եկել են պաշտոն ստանցնել են կրմանին մի գոբեկ չգար հիմա ունեն միլիոններ տղյակներ մեծ վճարումներ դրամավճարներ բոնուսներ եւ այլն եւ ոչ մեկը ոչ Փաշինյանն նախարարները ասկային ժողովի ղեկավարությունը պատգամավորները ոչ մեկը իրենք համապատասխան դեղում չեն որովհետեւ փորձառու չեն իրենց միակ գործը այդտեղ Փաշինյանին ասածը անելն է ինչ որ Փաշինյան հրահանգի են անում իրենք ինքնուրույն որևէ գարձիկ չունեն որևէ վերլուծում գիտելիք չունեն որովհետեւ կարողանան խելացի մի որոշում տալ ասկի հայրենիքի սիրուն Դե Փաշինյանն էլ կոնկրետ ուղղություններից է ուղղորդվում եւ իրենք բոլորը միասին իրականացնում են օտար երկրների արդեն բավական ակնհայտ է, վաղուց է ակնհայտ հարևան թշնամական պետությունների եւ ինչ որ կասկածելի ուժերի ծրագրեր են իրականացնում։ Ես կուզեմ հետեւյալին անդրադառնանք, քանի որ խոսեցիք Ռուբեն Ռուբինյանի նաեւ պահվածքի, հա, համարում եք որ նա կոշտ հայտարարություններ է հնչեցրել, այդպես էլ կա իհարկե, բայց Ռուբինյանը փորձեց նոր խորհրդարանի ընթացքում որոշակի փոփոխություններ իրականացնել, այսինքն փորձեց նոր խորհրդարանի այդ հեղինակությունը փոքրինչ բարձրացնել, հայտարարեց, թե եկեք բարեկիրթ վերաբերմունք ունենանք մեկ-մեկու հանդեպ։ Ուզում հարցնել ձեզ հետեւյալը, հնարավոր է բարեկրթություն ակնկալել մի քաղաքական ուժից, որի ղեկավարը
ոչ միայն 8 տարի շարունակ, այլ մասնավորաբար նաև քարոզարշավի ողջ ընթացքում իր ընդդիմադիրներին ամենավատ խոսքերով վիրավորել է, վարկաբեկել է։ Հնարավոր է, հա, ասենք, երբ ներողություն եմ խնդրում մեր հեռուստադիտողից, բայց երբ ասում էր կկզացնենք, կսատկացնեմ եւ այլն, նման բառեր կան շուն ու շանգյալ եւ այլն, նման բառերով արտահայտվող եւ մեր եկեղեցու նաեւ հասցեին խոսող Նիկոլ Փաշինյանի թիմից հնարավոր է ակնկալել բարեկրթություն խորհրդարանի մակարդակում, խնդրեմ։ Ուրեմն անշուշտ բարեգործությունը ԿԲ-ի կողմից ծիծաղելի է, բայց ես հասկանում թե ինչու այդ բանը անում են, փորձում են, որտեղ փորձում են խաբել մեր միամիտ ժողովրդին, որ իրենք կրթված են, քաղաքավար են, գոչ են ողում բարեգործության, բայց այդ բոլորը գեղձիկներ են, իրենք օգտագործում են անընդհատ ամենալկտի բարաբաշարները թե ժողովրդի հանդեպ որևէ մեկը որ անհամաձայն է իրենց կարծիքին նաև շատ լկտիցով վերաբերվում են հենց ինքը Ռուբինյանը եւ իր կբիական փոխնա խոսնակները պատկանորեն թիմում են ասում են քեզ դուրս կշբրդեմ լրե վայրն էսպիսի անկարգավոր բաներ եւ հարցը է որ այս մարտիկը ոչ մի սխալ բան չեն արել բարձրապես անհամաձայն են իրենց դիրքորոշման հետ, որ աբասկային է եւ չեն հանդուրժում այդպիսի աբասկային ղեկավարություն եւ մի կողմից ասում են բարեգործություն, որովհետեւ ժողովրդին խափեն, որ իրենք ազնիվ մարդիկ են, բայց իսկույթի մեջ իրենք ազնիվ լինել շատ հեռու մարդիկ են, ամենալկտի բաներն են ասում, սպառնալիքով խոսում են, Փաշինյանը ինքը երբ որ ասկան ժողով գալիս է, կամ ասկան ժողովից դուրս տեսանք ընդրաբար պայքարի ադեն երբ որ ժողովրդի հանդիպում էր ինչ սպառնալիքներով ցերկի այսպես վայրենի շարժումներով խոսում էր հարցակումներով որևէ մեկը որ մի հարցում էր եւ այդ հարցնողը եթե իրեն համաձայն չէր ամենաշաբես այսպես հարցակում էր վրան սպառնում էր պետք է ցերպակալեն պետք է փանդարգեն եւ այս շփաթավարը սիմյան խոսքի ոլորտում չի մնում եւ այդ սպառնալիքները ինքը հաջող գործադրում է հրանքում է տադական գազմին ոստիկանության որ գնան ցերպակալեն որ այդ իր պաշտոնը չի ինքը իրանք ունի ոչ մի հրանք տալու ոյ մեկուն ցերպակալելու այդ տադական ճաշտն է բայց ինքը միանցնի ամեն ինչ ղեկավարում է տադական ասկային ժողով կառավարություն նախարարներ ամեն մեկ ոքի ամեն որոշում տալիս է Երանի այդ մարդը փորձարու մարդ լիներ ասկային մարդ լիներ իմանալ իր արածը բայց առանց իմանալ թե ինչ է անում է ճիշտ հագարակը անիշ որ մի հայրենասեր մարդ հայրենասեր ղեկավար անելու էր Իդեպ կարծիք կա, որ այդ բարեկրթություն ասվածը, հա, ուղղակի ծուղակ էր ընդդիմության համար, որպեսզի ասենք հաճախակի կարողանան անդադ սաստել ընդդիմությանը, երբ որ ընդդիմությունը իրենց համար ոչ հաճելի ձևակերպումներ է արում, ընդ որում ոչ վիրավորական, բայց իրենք դա դիտում են, որ բարեկրթության սահմաններից դուրս եկան։ Սա իսկապես ծուղակ էր։ Դուք եք այդ կարծիքին։ Այո, ճուղակ է, դի խապելու համար է միամիտ ժողովրդին, որտեղ ժողովուրդը նայում է միան պատկանորը չէ, որ նայում են այդ բաները, ոչ ժողովուրդը նայում է հերոստաժամով եւ տեսնում են եւ ինք խոսում են բարեգործության մասին, որովհետեւ խապեն միամիտ ժողովրդին, որ իրենք շատ բարեգիրտ են, թե օպոզիցիան է, որ անբարեգիրտ է, բայց այդպես է շագարակն է, իրենք ոչ թե միան հիմա 8 տարի այսպես վարվել են, թե ժողովրդի հետ, թե պատկանորի հետ, բոլորի հետ Միակ ադենը, որ հլու հունազանդ վարվում են, երբ որ հարցը վերաբերվում է Ալիևին եւ Էրդողանին, մեր ճշտամիների հանդեպ իրենք երբեք փող չունեն, երբեք քննադատություն չունեն, հնազանդում են բոլոր իրենց հրահանգներին։ Եթե բաժարը, որ ես ասում եմ, որ եթե Ալիևը լիներ Երևան Փաշինյանի աթորի վրա, շատ բան չէր փոխվելու դի որ մի անգամ ասեցի մի ընկերոջ ասեց որ կարելի որ Ալիև ավելի ազնիվ վարվեր ժողովրդի հետ քան թե Փաշինյանը շատ ցավալի իրավիճակում է մեր ժողովուրդը ամենուրեք թե Հայաստանում եւ թե Սփյուռքում
Պարոն Սասունյան, դեպ ուզում եմ այս առնչությամբ մեկ փաստի անդրադառնանք եւ անցնենք մեր հաջորդ հարցին։ Տեսեք, այսօր բոյկոտեցին ընդդիմադիրները ստիպած դուրս եկան, որովհետեւ ասում են բաներ են անում ազգային ժողովի փոխխոսնակները, որոնց իրավունքը իրենք չունեն։ Ասենք միջամտում են անհարկի, հա, այս կամ եթե տեսնում են ընդդիմադիր գործչի падգամավորի խոսքը իրենց դուր չի գալիս, իրենք անմիջապես միջամտում են չոր ձևակերպումներ են տալիս, ելույթներ են ունենում, հա, այսինքն օրենքն են խախտում, մինչդեռ իրենք հենց պետք է լինեին օրինապահը, հա։ Եվ ես այստեղ մի բան եմ ուզում նաև ձեզ հիշեցնել, չգիտեմ նկատել եք դա թե չէ, այսօր ելույթ էր ունենում Ուժեղ Հայաստան խմբակցության տեխնացուն Արեգա Հովսեփյանը եւ բացահայտորեն թիրախավորեցին նրան, թիրախավորեցին քպայական падգամավորները Արայիկ Հարությունյանը մասնավորաբար ցավ պատճառելու աստիճան, ասելով ամեն կերպ փորձելով Արցախցի падգամավորի շուրթերից պոկել հետևյալ խոսքը, որ Արցախը Ադրբեջանի տարածք է։ Սա իսկապես ահավոր մի պահ էր, բոլորը դա հասկացան, որ նույն ինքը նաև Հովսեփյանը արձանագրեց այդ փաստը, որ ցավ եք ուզում պատճառել, այսինքն իրենք ուզում են թելադրել ընդդիմադիր падգամավորներին, որպեսզի ասեն, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին ճիշտ է արել, որ այդ փաստաթուղթը ստորագրել է եւ Արցախը հանձնել է։ Հայոց ցեղասպանության մասին իրենց գաղափարները պարտադրում են ընդդիմադիրներին։ Սփյուռքի հետ կապված հիմա առանձին կանդրադառնանք այդ թեմային, պարտադրում են, նրանք պարտադրում են, ՔՊ-ն պարտադրում է իր քաղաքականությունը ընդդիմությանը։ Դուք դա նկատել եք խորհրդարանի, եթե հետևում եք նիստերին, նկատել եք այդ պահը։ Շնորհակալ ենք, բայց այդ էլ հստակ է, որովհետև երբ որ ունես ոչ թե ժողովրդավարություն, ինչի մասին անընդհատ խոսում է Փաշինյանը ժողովրդավարություն, եւ արևմուտքն ասում է ինչ հոյակապ ժողովրդավար է, անդեսելով իր բոլոր օրենքի խախտումները, սահմանության խախտումները, երբ որ ունենաս այդպեսի ղեկավար, որ ոչ թե ժողովրդավար է, այլ դիկտատոր է, այդ է բարբերակերպը, այսինքն զարմանալի բան չկա, երբ որ վարշավեդը միայնակ ամեն ինչ որոշում է եւ իր հետևորդները հլու հնազանդ ստրուկներ են իրեն գործադրում են իր բոլոր հրանքները այդպես է լինելու իրենք ոչ թե մեզ բարդատրում են իրենց հավասկային դիրքորոշումները, այլ փորձում են բարդատրել, բայց չեն աշխատելու, որովհետեւ մենք երբեք չենք լինելու հավասկային ով որ լինի դա թուրքը, ազերին, թե արևմուտքը, թե ռուսը, թե Չինաստանը, կարևոր չէ, մենք այսպես մեծացել ենք, հայրենասերներ ենք բոլորս էլ, եւ ինչ որ Փաշինյանը ասի անի, ոչ մի դարբերություն չի անի, ունենք ահագին քաղաքական փանդարգյալներ, որոնք բանդում նստել են այսօր, բարձրապես որտեղ անհամաձայն են ավասկային Փաշինյանի դիրքորոշման հետ, եւ իրենք երբեք չեն ասելու լավ, ես սխալ էի, ընդունում եմ ձեր ավասկային քայլերը ինձ փանդից հանեք։ Իրենք երբեք այդ բան չեն անում։ Իրենք նախադրում են փանդը նստել եւ պաշտպանել իրենց հայրենասերական դիրքորոշումը, քան թե այս անիմաս ճշտամական հորդորներին, խորհուրդներին հետևել եւ դառնալ ավասկային։ Պարոն Սասունյան, դառնանք մեր մյուս կարևոր հարցին, որին առանձնապես ուզում եմ, որ դուք խոսեք այդ թեմայի շուրջ։ Արման Եղոյան անունով քպեական падգամավորը ՔՊ-ի խմբակցության падգամավորներից է։ Խորհրդարանում ահա թե ինչ հայտարարեց. մի տարածված միֆ կա Հայաստանում Սփյուռքի եւ մեր հարաբերությունների վերաբերյալ։ Ասում են, ինչքան ավելի ուժեղ է Սփյուռքը, այնքան ավելի ուժեղ է Հայաստանը։ Սա սուտ է, կատարյալ սուտ է եւ միֆ, որովհետեւ ըստ Արման Եղոյանի Սփյուռքի հզորացումը նշանակում է Հայաստանի թուլացում։ Ասում է, այն մարդիկ, ովքեր ասում են Սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է, թե ասեն Հայաստանը պետք է թուլանա։ Նախ իսկ կխնդրեմ ձեր արձագանքը այս անձին, հետո դրվագար կանդրադառնանք, որովհետև նա նաև վիրավորական խոսքեր հնչեցրեց Սփյուռքի մեր հայտնի գործիչների հասցեին։ Ես կխնդրեմ անդրադառնալ, իսկապես, եթե Սփյուռքը ուժեղանում է կամ ուժեղ Սփյուռք ունենք, դա նշանակում է
թույլ Հայաստան ունենք, թե հակառակն է, երբ երկուսն էլ ուժեղ են, մեկ-մեկու թիկունք, ուրեմն ուժեղ է հայ ժողովուրդը, Հայաստանը, Սփյուռքը միասնաբար։ Այո, իր ասած անշուշտ լրիվ սխալ է եւ աբասկային հայության ընդհանուր շահերի հագարակ է, որովհետեւ մի փոքր 5 տարեկան երեխա ավելի լավ է իմանում, որ ուժեղ Սփյուռք եւ ուժեղ Հայաստան լավագույն վարիանտն է, դարբերակն է, դեսեք Իսրայելի բարակային շատ նման է Հայաստանի իր Սփյուռքի հետ, հрьяաների Սփյուռքը, հрьяաները աշխարհով մեկ ամեն ինչ անում են, սկսելով Ամերիկայի հрьяաներից, Եվրոպայի հрьяաներից, որովհետեւ կարողանան օգտակար լինել իրենց հայրենիքին, մանավանդ երբ որ հայրենիքը բادرազմում է, ինչպես որ մեր հայրենիքը բادرազմի մեջ է եւ ամեն ցեվով փորձում են օգտակար լինել քաղաքական լոբիինգով, ամեն տեսակի օգնություններով, զինվորական, քաղաքական, բարոյական եւ այլն օգոցային ակտիվիզմով նույն բանը մենք փորձում ենք անել, բայց խնդրեմն է որ մեր աբասկային հայրենի ղեկավարները այս բարձ բանը չեն հասկանում եւ մեզ նայում են որպես ճշնամի եւ ողջունում են Ալիևը եւ Էրդողանը, այսինքն ամեն ինչ գլխի վրա շրջված է այս մարդոց մոտ, բարձրապես որտեղ իրենք հայկական դիրքորոշում ունեն, անշուշտ է դիտեն հագարակ ամեն ինչի որ հայկական է, լինի դա հայոց առաքելական եկեղեցին, վեապարը, մեր սահմանները, մեր անկախությունը, մեր պատմությունը, արարածները, Սփյուռքը, այսինքն եթե մի բանի մեջ սխալ լինեին, ելի կարող ենք դերևս անդեսել մի բան, բայց ամեն ինչի մեջ սխալ են, ամեն ինչի մեջ իրենք ունեն հագոտնյա հայկական դիրքորոշում, ուրեմն ամեն օր որ իրենք մի բան են ասում, մենք արդեն սպասում ենք որ իրենք պիտի ասեն մի բան որ հայության շահերի հագարակն է, դժբախտաբար չենք էլ զարմանում այլևս, չենք ընդունում, բայկարում ենք եւ հուսամ օրը գկա որ երկար չդեվի որ այս մարդիկը այդ իշխանությունից դուրս կգան, որովհետեւ մենք ունենանք հայրենասեր ղեկավար, բանիմաց ղեկավար, որ հայրենիքի շահերը պաշտպանի եւ համացան չլինի մեր ճշտամիների հետ եւ չլինի հագարակ մեր ժողովրդի շահերին։ Պարոն Սասունյան, իդեպ մի շատ կարևոր փաստ է, որը պիտի մենք բարձրաձայնենք այդ մասին, օրինակ Ալիևը հայտարարում էր, որ հայկական լոբին իրենց մեծ թիվ 1 թշնամին է։ Հիշում եք, հաճախ է այդպիսի հայտարարություններ արվում էր։ Նաև Էրդողանը վերջի շրջանում էր, երբ որ ՔՊ-ական իշխանությունը եկավ, Էրդողանն ասում է, որ Սփյուռքն է խանգարում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Հիմա ստացվում է, որ ՔՊ-ական իշխանությունը այս հարցում եւս իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգը խփելով հարվածելով, վարկաբեկելով Սփյուռքին։ Մենք Արման Եղոյանի ասածը հենց այդ հարցության մեջ պետք է վերլուծենք։ Այո, անշուշտ, որտեվ շատ ճիշտ ասացիք, ես հետևում եմ երկար տարիներ Էրդողանի խոսքերին, վերջին տարիներին Ալիևն էլ կրկնում է ինչ որ Էրդողանը ասում է անում է, մի փոքր Ադրբեջանը եղել է, մի ավելի փոքր Թուրքիա եւ չես որ Ալիևը դիկտատոր է, ավելի մեծ դիկտատոր է նաև Էրդողանը, այսինքն երբ որ նայես Փաշինյանի որոշումներին, հայտարարություններին, խոսքերին, շատ հարու նման են, ինչ որ Էրդողանը ասում է, անում է, ինչ որ Ալիևը անում է։ Իրենք ցերպակալում են իրենց հակառակորդներին, իրենց երկրներում, Թուրքիա, Ադրբեջան, փանդարգում են, ամեն ինչ լկտի խոսքերն են ասում, եւ Փաշինյանը նույն գրտնում է նույն վարվելագերբը։ Ոչ մի տարբերություն չկա, ինչ որ Փաշինյանը անում է Հայաստանում, Ալիևը անում է Ադրբեջանում եւ Թուրքիայում։ Միակ տարբերությունը երեքի միջև այն է, որ Ալիև եւ Էրդողան ինչ որ անում են պաշտպանելով իրենց երկրի շահերը, թեկուզ որոշ խախտումներով, օրենսդրային, բայց Փաշինյանը նույնիսկ այդ չի անում, ինչ որ ինքը անում է, ոչ միայն խախտում է հայրենիքի օրենքները, այլ հայրենիքի շահերը եւ անում է ի նպաստ Ադրբեջանի եւ Թուրքիայի։
Իսկ Ալիևը եւ Էրդողանը երբեք ոչ մի բան չեն անում ի նպաստ Հայաստանի եւ հակառակ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Այս է միակ տարբերությունը։ Այո։ Եթե չլիներ իրենք երեքն էլ շատ նման վարվելագեր ունեն դիկտատորական, այսպես հրամաններով, ամեն ինչ միանցնიან որոշումներով եւ այլն։ Փաստորեն Արցախ, Հայաստան, Սփյուռք, չէ՞, մեր այս երամիասնությունը ԿՊ-ին Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հաջողվեց քանդել։ Հիմա մնացել է երկու կարևոր հայության կարևոր այդ հենասյուները՝ Հայաստան որպես հայրենիք եւ պետություն եւ Սփյուռքը որպես նեցուկ Հայաստանին եւ թեւ ու թիկունք։ Հիմա այստեղ էլ իրենք ուզում են դարձյալ սեփ խրել։ Իրենց նպատակը ո՞րն է։ Հետևյալ առումով ուզում են Սփյուռքում ձևավորել իրենց սրտի ուզած Սփյուռքը, հա, իրենց սրտի ուզած կազմակերպությունները, որոնք չեն պայքարի հանուն հայոց ցեղասպանության փաստի ճանաչման աշխարհով մեկ, չեն պայքարի Արցախի համար, չեն պայքարի Բաքվում մնացող, պահվող մեր ռազմագերիների համար, Հայաստանի պետականության, ինքնիշխանության համար, այսինքն իրենք ենթակա Սփյուռք են ուզում Սփյուռքում ձևավորել։ Այո, այդ շատ բարձ է, իրենք ենթակա եւ հլու հնազանդ ստրուկներ են ուզում, թե Սփյուռքում եւ թե Հայաստանում, ինչ որ Հայաստանում անում են, նույն բան անում են փորձում են Սփյուռքում, բայց բարեպատաբար չեն հաջողվում, ոչ Հայաստանում, ոչ էլ Սփյուռքում, մանավանդ որ իրենց իշխանությունը իրենց որոշումով արդեն չի սփռվում Սփյուռքի վրա եւ չի սփռվում ամբողջ Հայաստանից արեգրան եղեսվա վրա, որ աշխարհով մեկ է, ոչ միայն Հայաստանում է, եւ դա իրեն շատ նեղացնում է, իրենք փորձում են ամեն ինչի վրա ջնշել, եթե մեկը Հայաստանում ապրում է, եթե երկու խոսք ասի կամ Facebook-ի վրա մի երկու դոկտորի Փաշինյանի հագարակ ցերպակալում են, իսկ եթե մի անհատ, որը Սփյուռքում է, որ չեն կարող ցերպակալել, սև ցուցակի վրա տնում են այդ մարդու անունը եւ չի կարող Հայաստան մտնել եւ համանապար եթե Հայաստան էլ կա եւ թողնեն դիտումնավոր թողնեն որ մտնե հետո էլ ցերպակալեն ինչ որ մի բادرվագով ուրեմն այս է իրավիճակը իրենք չեն հանդուրժում ոչ մի հայ Սփյուռքում թե Հայաստանում որ սուրգի նման հնազան չէ իրենց ասածներին ով որ իրենց հագարակ է, իրենք էլի նկատում են որպես իրենց ճշնամի, ոչ թե դարագարձիկ, եւ էսի անշուշտ խախտում է ժողովրդավարության ամենադարական սկզբունքները։ Պարոն Սասունյան, հայտնի հայերի անուններ հնչեցրեց Արման Եղոյանը, Արամ Համբարյան, ով Վաշինգտոնի հայդատի գրասենյակի տնօրենն է, Գասպար Կարապետյան, Բրյուսելի հայդատի գրասենյակի տնօրենը, Մուրադ Փափազյանը, հայտնի հարգարժան քաղաքական գործիչը Հույդաբյուրոյի անդամ, եւ էլի մի քանի անուններ։ Եվ հարց է հնչեցնում, թե իրենք ինչ են արել Հայաստանի համար։ Ասում եմ, օրինակ, եթե Մուրադ Փափազյանը լավ բան է ուզում անել Հայաստանի համար, թող զանգի խոսի Նիկոլ Փաշինյանին ու հարցնի ինչ է պետք անի, կամ գնա Մակրոնի հետ խոսի Հայաստանի նպաստ Հայաստանի քայլեր անի, ասում է, որ Մակրոնը իր անկերն է։ Ես այսպես մի քիչ իջա, հա, իր հարցադրումների մակարդակին իջա ստիպված, որպեսզի ձեզ փոխանցեմ իր տրամադրությունները, իր շեշտադրումները, ինչպես դուք սրանք կարծականք եք։ Այնպիսի տպավորություն է փորձում ստեղծել, որ հայտնի այս հայերը, սփյուռքյան մեր գործիչները ոչինչ էլ չեն արել հայերի, Հայաստանի, հայրենիքի համար։ Ուրեմն անգամ եւս Կնկաստի ճշմարտ ինչեր են արել, մի փոքր, եթե կարելի է, հա, այս անձանց անունները թվեց, ինչ են արել այս մարդիկ։ Ուրեմն դժբախտաբար ճշմարտությունը ճիշտ հակառակն է։ Այս մարդիկը ես բոլորին անձնապես ճանաչում եմ տասնամյակների ի վեր։ Իրենք ամբողջ կյանքերին նվիրել են Հայաստանին, հայության, հայտադին։ Գիշեր ու ցերեկ աշխատում են Սփյուռքում, որ իրենք կարող են աշխատանքով չսպաղվել, իրենց ընտանիքով, իրենց կրբանով սպաղվել, բայց իրենք ամեն ինչ զոհել են հայության շահերը պաշտպանելու համար հայրենիքի սիրուն եւ իրենք քիշեր ցերեկ ամեն տեսակի գաբեր են հաստատում օդար բելությունների ղեկավարների հետ, օդար ժողովուրդների հետ եւ սմարտիկը իսկապես մեծ զողություններ են արել, որոնց պետք է մեծապես քննադատել
ինչ վերաբերում է արժեմ Երևանն է որ ասել է պետք է եթե լավ խաբար ունեն թողքան ասեն Փաշինյանին դա լրիվ գերզեք է որովհետև Փաշինյանը ներողություն Փաշինյանը ոչ մեկին չի լսում ոչ մի խորհրդի պետք չունի ինքը կարծում է որ ինքը ամեն ինչ իմանում է հակառակ որ ոչ մի բան չի իմանում Իրանի իմանար ինքը մեզ կարող է խորհուրդ տալ բայց հակառակն է ես մի անձնական փորձ ունեմ որ կարող եմ ցեզ գիսել 2010 ես եղել եմ Հայաստան 59 անգամ եւ նախքան Փաշինյանի իշխանության կալը հայրուրավոր ժամ, իսկապես հայրուրավոր ժամ առանց շապազանության անցրել եմ բոլոր նախագահների հետ, նստելով բալադը դիմասին, թեմ դիմաց եւ ամեն այցելության ժամերով խոսել ենք, ամեն տեսակի իմ գարձիկները, գաղափարները, խորհուրդները տվել եմ, մեկ մասը լսել են, մեկ մասը չեն լսել, բայց դա իրենց իրավունքն է, ես իրենց շեֆը չեմ, ես պարզապես որպես փորձում եմ օգտակար լինել հայրենիքիս իմ խորհուրդներով ուսանել եմ միջազգային քաղաքականություն ծառայել եմ ՄԱԳ-ում 10 տարի եւ ամբողջ կյանքս քաղաքական հարցերով զբաղվում եմ սա շատ բան գիտեմ քաղաքականության մեջ բայց շատ քաղաքավար առանց վիրավորանքի խոսել եմ բոլոր նախագահների հետ խորհուրդներ եմ տվել որ 2019-ին երբ որ Հայաստան այցելեցի քանի որ ինձ համար շատ նորմալ է որ հանդիպեմ երկրի ղեկավարի հետ Ուրեմն գաբվեցի Փաշինյանի գրասենյակին, ասացի այստեղ եմ ուզում հանդիպել, բայց մտածում էի որ իրեն երբեք չէի հանդիպել մի կյանքում, կարող է չընդունել, բայց զարմանալիորեն ասաց այո, արի խոսենք նույն օրը մի ժամ իրեն գրասենյակում էի եւ այդ 2019-ի սեպտեմբերից այդ հանդիպումից ի վեր այդ հանդիպումը ինձ շատ աշկերտս բացեց որ այս մարդը ադակ չէ երկիր ղեկավարելու ինչ որ ասում էի այդպես անդեսում էր լրիվ անդեսում էր ես չէի սպասում որ ինչ որ ասեմ ինքը ամենից այո ասի բայց երբ որ ամենե լուրջ ասկային հայաստանյան մասշտաբով սուրկի մասշտաբով հարցեր կան բարձրացնում եմ եւ ինքը դեռ նստում է այդպես սեվանալով խուլ եւ համր եւ ոչ մի չի լսում իրեն դալիս եմ ահագին շատ կարևոր դեպություններ որ ինքը չի իմանում դες վիրգի եւ դե Հայաստանի մասին եւ ինքը դեռ լուր մինան լսում է չի ասում որ մի հատ ստուգեմ նայեմ թե ինչի հարցը ոնց պետք է էսի եթե պետք է փոփոխություն անել մի բան փոխեմ ոչ մի բան չի ասում մի ժամ նստեցիմ դիմաց արսանի նման եւ չեմ կներ լսեց թե չլսեց բայց ինչ որ ես կարող եի անել փորձեցի անել եւ այդպես դեսա որ սմարտը ոչ թե Վարշավետ այլ ովևէ Բաշտոնի ադակ մարդ չի եւ եթե Մուրադ Պապազյանը Փարիզից ինչ որ խորհուրդ ուներ վստահ եմ որ շատ խորհուրդներ ունի ինչպես ես շատ խորհուրդներ ունեմ որ դվեր եմ անցյալի ղեկավարներին եւ ասեմ որ անցյալում որոշ խորհուրդներ լսել են եւ կորզատրել են ունեմ շատ օրինակներ, բայց չեմ ուզում շատ մանրամասնել եւ եթե Պապազյանը փորձեց զանգել Փաշինյանին նախ չի հաջողվելու նույնիսկ զանգելու իր հետ եթե հաջողի զանգե կամ կան եւ նստի իր մոտ ես նստեցի եւ փորձի խորհուրդ տալ ինքը ոչ մի բան չի լսելու որովհետեւ ինքը շատ ինքնահավան է Փաշինյանը կարծում եմ թե ինքը ամեն ինչ իմանում է եւ ոչ մեկին չի լսելու մոռանանք դեռ Պապազյանին լսելը Դա հասկանալի է որոշակով, որտեղ Պապազյանը դաշնակցական ղեկավար է, սպյուրքից է եւ այլն, իր համար դա ցավալի հարց է, բայց ինքը նույնիսկ չի լսում իր նշանակած պաշտոնյաներին, չի լսում արտգործ նախարարին, չի լսում փոխվարչապետներին, ազգային ժողովին, նախագահին, միան հրահանգում է ցերպակալ է ասֆալտին պրեք, բադին խփեք, այսպեսի սպառնալիքներով այդ մարդը չի ուզում լսել ոչ մի խորհուրդ Իրանի ունենայինք մի ղեկավար ուզում էր խորհուրդ լսել մենք կդայինք մեր խորհուրդը անշուշտ մենք չենք սպասում որ մեր խորհուրդը լինի
վերջնական որոշում, բարձրապես իրեն դերակացնում ենք որոշ հարցերի մասին, որտեղ ոչ մեկերնից, ոչ ինքը, ոչ որևէ մեկը, ոչ էլ որևէ մեկ երկրի նախագահը ամեն ինչ չէ որ իմանում է։ Բոլորն էլ ունեն օրինակ ամերիկայի նախագահը, որ քերոզոր երկիր է, ունի մեծ թիվով խորհրդատուներ եւ ունի մեծ թիվով մասնակիցներ, որոնք իրենք ամեն օր խորհուրդներ են տալիս, անշուշտ որոշումը մնում է նախագահին, բայց լսում է թե իրենք ինչ են ասում, եթե բանկը որ չեր իմանում է եւ ավելի լավ որոշում է առնում։ Բայց երբ որ ունես մի ղեկավար Փաշինյանի նման, որ ոչ մեկին չի լսում, չի ուզում լսել, եւ այն թյուր դպավորության տակ է ինքը, որ ինքը ամեն ինչ իմանում է, առանց որ մի բան իմանա, սիշում եմ, որ փոքր եմ, հայրս ասում էր, որ ամենև վատ վարիանտն է, որ մարդ բան չիմանա եւ չի ուզենա սովորել ոչ մի բան։ Եթե չես իմանում ոչ մի բան եւ չես ուզում սովորել, արդեն երկու վարիանտներից ամենև վատ վարիանտը ընտրել ես։ Ես հիշում եմ ասկային ժողովում, երբ որ մի որոշման մասին խոսում էին, մի պատգամավոր հարցրեց այդ որոշման հասնելու համար ում հետ խորհրդակցեցիք։ Փաշինյանը շատ համարձակ ասեց, ոչ մեկին հետ չեմ խորհրդակցել։ Այս իմ որոշումն է։ Այսինքն դա ինքը ասում է հբարդությամբ, ինչ որ շատ վատ բան է ասել, որ ոչ մի խորհրդակցել չեմ։ Ես ոչ վարչապետ եմ, ոչ մի կարևոր պաշտոն ունեմ, բայց իմ կյանքում որևէ մեկը որ հանդիպում եմ, եթե ինձ մի խորհուրդ տա, լսում եմ իր խորհրդին, եւ եթե խորհուրդը օգտակար է, որտեղում եմ այդ խորհուրդը, որտեղ իմ շահին է ավելի լավ որոշում առնելը։ Իսկ եթե խորհուրդը անօգուտ է, անդեսում եմ, բայց չեմ անդեսում բոլոր խորհուրդները ասելով խորհրդի պետք չունեմ, ոչ մեկին չեմ լսում, ոչ մեկին չեմ հարցրել։ Այս է մեր խնդրը։ Ունենք մի անձ, որպես վարչապետ, եւ որ այս մարդը խմբակիր էր եւ գիտենք իր խմբակիրի ժուրնալիզմի որակը որքան վատ էր ժամանակ, ոչինչ, շատ բաներ ասում էր, գրում էր, բայց որևէ հետևանք չէին ունենում։ Բայց որ նույն մարդը լինում է հրաշքով վարչապետ, իր որոշումները, իր խոսքերը մեծ հետևանք ունեն թե մեր ժողովրդի վրա, եւ թե Հայաստանի վրա, եւ թե օտար երկրների հարաբերությունների վրա։ Պարոն Սասունյան, դուք ասում եք Փաշինյանը խորհուրդներ չի լսում, խորհրդատուներ չունի։ Ես հիմա ընդամենը մի երկու փաստ ասեմ։ Պարզապես նրա խորհրդատուները Սփյուռքի մեր հայրենասեր սփյուռքահայության հայտնի ներկայացուցիչները չեն, առավել եւս Դաշնակցության, հա։ Նրա խորհրդատուները օրինակ Փաշազադեն է։ Ինչու եմ սա ասում, որտեղ Փաշազադեի հայտարարությունից օրեր անց, անցած տարի սեպտեմբերին, 25 թվականի սեպտեմբերին, կներեք, մայիսին, Փաշազադեի հայտարարությունից հետո եկեղեցու դեմ արված, որ եկեղեցին տարածաշրջանի խաղաղությունը խանգարում է, խաթարում է, Փաշինյանը անցավ միանգամից հարձակման։ Կամ նոր սահմանադրության անկախության հռչակագիրը հանելու այդ գաղափարը կամ առաջարկը եկել է Թուրքիայից եւ Ադրբեջանից, որովհետեւ նրանք ասում են, որ եթե չեք հանում, ուրեմն դուք տարածքային պահանջ եք ներկայացնում մեր երկրներին, հայոց ցեղասպանության ճանաչման այդ պահանջը պետք է հանվի եւ այլն։ Այսինքն խորհրդատուներ ունի Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդատուներից մեկը Փաշազադեն է, մյուսը Ալիևն է, մյուսը Էրդողանն է եւ էլի կան խորհրդատուներ, կարծում եմ կան, որովհետև որոշակի ինֆորմացիաներ ունենք, ամեն դեպքում այս երեքի անունով բավարարվենք։ Կնշանակի նրա խորհրդատուները հայեր չեն, նրա խորհրդատուները առավել եւս թշնամական երկրի ներկայացուցիչներն են։ Սա է խնդիրը։ Դե հետևաբար նա ոչ ձեր խորհուրդը կլսի, ոչ պարոն Փափազյանի խորհուրդը կլսի, իսկ Արման Եղոյանը ընդամենը կարծում եմ մանիպուլացրեց, ուղղակի ասելով թող վերցնի հեռախոսը զանգահարի եւ Փաշինյանին ասի ինչ խորհուրդ տալու մասին։ Եթե կուզեք արձագանքել, սիրով կլսեմ, ինչպես։ Ավելացրեմ մի կարևոր կետ, որ նախքան Փաշինյանի իշխանության գալը Այո։ մենք ունեինք դարբեր նախագահներ, դարբեր վարչապետներ, ունեինք Ամերիկայում դարբեր տեսմաններ եւ այդ անկախությունից ի վեր 91 թվականից ի վեր մինչեւ 2018-ը այդ բոլոր նախագահները, այդ բոլոր Հայաստանի տեսմանները Ամերիկայում բոլորը ինձ հետ մնայուն գաբի մեջ եղել են
խոսել ենք, խորհրդակցել ենք ամեն ինչի մասին եւ նաեւ վիճել ենք շատ հարցերում, այդպես չէ որ միայն ես ցարսում եմ ինչու Փաշինյանին քննադատում ես, ասում եմ ես նաեւ քննադատել նախիններին, բայց նստում խոսում են իրար հետ, քաղաքավար, քաղաքապարներ փոխանակում, իրենք որոշ քաղաքապարներ լսում էին եւ կորզատրում էին եւ որոշներին ոչ, դա իրենց որոշումն է, բայց 2018-ից ի վեր լրիվ խզվել է այդպիսի հարաբերություն, ոչ մի խորհրդի արիթ չկա, ոչ մի խորհուրդ չեն ուզում լսել եւ ես որ մնայուն գաբ ունեցել եմ բոլոր նախին նախագահների, վարչապետների հետ, արտգործնախարարների հետ, անկախ թե իրենք որ կողմից են, դարագարձիկ են ինձ հետ թե ոչ, բայց նստել ենք քաղաքավար եւ խորհրդակցել ենք իրար հետ։ Նույն բանը արել եմ Հայաստանի, Ամերիկայի բոլոր տեսփանների հետ, տեսփանները գրեթե մնայուն ամեն շաբաթյա, ամեն ամսյա գարկավիճակով ինձ զանգում էին, ասում էին, այս հարցը գա, այդ հարցը գա, ինչ է քո կարծիքը, որ կոնգրեսմենին թիմեմ, որ սենատորին թիմեմ, եւ թեև իրենց առանձներին շատ բաների դարագարձիկ էի նաեւ անցյալում, բայց ես իմ լավագույն կարծիքը խորհուրդը դալիս էի, որտեղ իմ խորհուրդը եւ իմ ապարները ոչ թե որբեսի օգտակար լինեմ այդ տեսփանին, այլ տեսփանին ճիշտ խորհուրդ տալով օգնեմ իմ հայրենիքին։ Կարևորը հայրենիքն է եւ ոչ թե անհատը։ Նույնիսկ հիմա թեկուզ մի զարմանալի բան ասեմ, եթե վաղ առավոտյան ովևէ pedagogan պաշտոնյա անկախ թե որքան անհամաձայն ենք իր հետ, եթե ինձ այդ գաբվի եւ ասե որ քո խորհրդին պետք ունենք, կամ քո գաբերին պետք ունենք, կամ Հայաստանի տեսփանը, որ վերջին դարերին չի գաբվել իմ հետ, եթե գաբվեն տեսփան լինի թե արտգործնախարար, թե վարչապետ, թե նախարարով նախարար, ես պատրաստ եմ ամեն ցավով օգտակար լինելու հակառակ մեր բոլոր անհամաձայնություններին, ինչի համար, որտեղ Պուն նպատակը հայրենիքին օգտակար լինելն է, հայրենիքին ճիշտ ուղղություն տալն է, որ հայրենիքը օգտվի, մեր ժողովուրդը օգտվի։ Եթե բաժարը որ օրինակ եմ ավելի բարձ բան ասեմ, որ համանախոր շատերը իմանում են, ես 37 տարի է ունեմ մի բարեսիրական գազագերբություն, որ ուղարկում ենք Հայաստան ամեն ամիս միլիոնավոր դոլարի թեղորայք։ 37 տարում ուղարկել եմ Հայաստան 1 միլիարդ 100 միլիոն դոլարի օգնություն։ Եվ անոնք որ ցանոթ են ինձ եւ տեսնում են որ ես քննադատում եմ իշխանություններին, մի քիչ զարմանքով ասում են, բայց ինչի համար օգնություն ուղարկում ես այս իշխանություններին, պետք է թատրեցնես օգնությունը, ասում եմ չէ, դա մեծ սխալ կլինի, որտեղ ես օգնություն ուղարկում եմ մեր ժողովրդին։ Ինչի համար է որ պետք է որ քանի որ ես եւ Փաշինյանը անհամաձայն ենք, տարագարձիկ ենք իրար հետ, ուրեմն մեր ժողովրդին, մեր հիվանդներին զրգեմ այդ ցանկ բրգող թեղերից։ Ուրեմն ես շարունակում եմ։ Հասցեական են գալիս, պարոն Սասունյան, այդ տեղերը Հայաստան։ Դուք գիտեք վստահ եք, որ հասնում են կոնկրետ անձանց, որովհետև Հայաստանում գները շատ թանկ են, հիվանդները դժգոհում են, որ անհրաժեշտ տեղերոայք չկա, հիմա ազգային ժողովում են այդ հարցը արդեն ընդդիմադիր Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղարը բարձրացրեց նաև այդ հարցը Տիգրան Աբրահամյանը, բայց ես անհանգստացա, ուզում եմ հասկանալ, իսկապես դուք վստահ եք, որ ձեր ուղարկած դեղորայքը հասնում է հայ մարդուն։ Թե այս իշխանությունը կարող է ինչ իմանաս։ Ուրեմն էսի մի հարց է որ հազարավոր անգամ ինձ հարցրել են, ոչ միայն հիմա նախինում էլ, ուրեմն ես անի որ էսի իմ ամբողջ 37 տարի ես հարցով զբաղվում եմ, եթե այդ հարցի պատասխանը չիմանայի, ուրեմն լրիվ անգարով մի մարդ կլինեի, որ չիմանայի մի գործ որ արել եմ 37 տարի, մի մարդ որ 37 տարի մի գործ անում եւ չի իմանում իր արածը, ուրեմն դա շատ վատ բան է եւ շատ սխալ մարդ լինելու եմ ես։ Բայց ձեր դիմաց հիմա Փաշինյանն է, նկատի ունենանք, դրա համար եմ շեշտում։ Անկախ Փաշինյանը թե ովևէ մեկն է, մենք նաեւ ունեցել ենք պրոբլեմներ անցյալում, որ բայց քանի որ գաբի մեջ է իշխանության ղեկավարության հետ, ամեն ինչ արագ ուղղել ենք այդ հարցերը, բայց հիմա այդ
արիթը չկա, բայց ասեմ որ մենք երբ որ ասացի 59 անգամ գալիս եմ եկել եմ Հայաստան, այդ 59 անգամ այնցերության միշտ գնացել եմ հիվանդանոցներ, կլինիկաներ, առողջապահության նախարարություն, հիվանդների հետ խոսել եմ, ամեն ինչ ստուգել եմ, եւ երբ որ ես այդտեղ չեմ, մենք ունենք մի շոտ հոյագա ազնիվ հայրենասեր բժիշկ, որ աշխատում է մեր համար այդտեղ, եւ ինքը այցելում է բոլոր հիվանդանոցները, նախարարություն, հիվանդներ եւ այլն, ստուգում է ամեն ինչ։ Պետք է մենք իրավես անգարով մարդիկ լինենք, եթե միլիոնավոր դոլարի օգնություն ուղարկենք եւ անդեսենք թե այդ դերերը ինչ է լինում։ Հասկացա։ Շնորհակալ եմ, պարոն Սասունյան, շատ շնորհակալություն, որ նաև այդ ինֆորմացիան բացահայտեցիք, հրապարակեցիք, հանրայնացրեցիք, որովհետև մեր ժողովուրդը շատ հաճախ լսելով այս իշխանությանը հարց է տալիս, լավ, Սփյուռքը մեր համար ինչ է անում։ Իհարկե մենք պետք է ի վերջո հասկանանք, որ Սփյուռքը մեր թևութիկունքն է եւ Հայաստանն էլ պիտի թևութիկունք լինի Սփյուռքին։ Այստեղ համատեղ աշխատանքի անհրաժեշտություն կա, ոչ թե անդադ ակնկալել Սփյուռքից ինչ որ օգնություններ, չէ, ես այդպես եմ պատկերացնում։ Սփյուռք եւ Հայաստան հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա պետք է լինեն։ Իդեպ մի հանգամանք եւս շեշտեմ, որ այս իշխանությունը բացարձակապես չի շեշտում այն մասին, որ Սփյուռքը ձևավորվել է հայոց ցեղասպանության, չէ, հետևանք է։ Այս մասին ընդհանրապես իրենք չեն խոսում, սա էլ փակ թեմա է։ Եվ անընդհատ զբաղված են Սփյուռքի մեր կառույցներին արժեզրկելով այն դեպքում, երբ որ Ադրբեջանը ինքը Ալիևը ակտիվ աշխատանք է տանում աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանցիների լոբին ակտիվացնելու ուղղությամբ։ Այ մենք այստեղ եւս ԿՊ-ի ձեռքով փորձում է քանդել, ինչպես ազգային բոլոր ինստիտուտներն է փորձում ոչնչացնել։ Եթե կա այստեղ պատասխան, խնդրեմ լսեմ ձեզ, եթե ոչ, ուրեմն մի քիչ քաղաքականությունից հեռանանք, նաև կան այլ վատ որոշումներ, որ իշխանությունները անում են, որ դել իրենց քաղաքականությունն է, ուրեմն մի քանի օր հայտարարեցին, որ իրենք ավելի թեժացնելու են այն սփյուռքահայերը, որ ուզում են Հայաստանի քաղաքացի լինել, դա շատ վատ որոշում է, Edel հագասպյուրքյան որոշում է, պետք է ողջունեն եւ քաչալերեն, որ սպյուրքի հայերը լինեն Հայաստանի քաղաքացի, ուրեմն ես 25 տարի երկրակացի եմ, հվարդ եմ, ունեմ Հայաստանի պասպորտ եւ պետք է հայրեն իշխանությունները ով որ լինի, որ կողմից լինի, պետք է իրենք ողջունեն եւ քաչալերեն եւ ոչ թե ավելի դժվարացնեն, որ սպյուրքը Հայաստան ապրի ներդրումանի օգտամիան փողով չէ, այլ խորհուրդներով, իր փորձառությունով, էդի մեկ երկրորդ դեսանք հունիսի 7-ի ընտրություններին, երբ որ որոշ Հայաստանի քաղաքացիներ դեր մոռանանք սպյուրքահայեր, որ քաղաքացի չեն, անոնք որ Հայաստանի քաղաքացի են եւ ընտրություն օրը իրավունք ունեն, որպես քաղաքացի իրենց քվեն տալու, մեր իշխանությունները ամեն ինչ արեցին, որովհետեւ չթողնեն, որ այդ մարդիկ Հայաստան կան եւ իրենց քվեն տան։ Հայաստանի քաղաքացին իր դարական քաղաքացիական իրավունքն է իր քվեի իրավունքը օգտագործելը, անկախ թե ում է քվե տալիս, որ կողմից է։ Ամեն քաղաքացի իրավունք ունի գործածելու իր քվեն եւ դեսանք որ մեր իշխանությունները ամեն ինչ արեցին որ խանգարեն այդ Հայաստանի քաղաքացիական իրավունքը ուրեմն Հայաստանի սպյուրքայի համար քաղաքացի լինելը խանգարել է իդի շատ վատ բան է պետք է մեր իշխանությունները իդ կանգնեն այդ աբասկային որոշումից պետք է նաև չմիջամտեն այն Հայաստանի քաղաքացիները, որ ապրում են Սփյուռքում, տասնյակ երկրներ կա աշխարհում, սկսելով Ամերիկայից, Լիբանանից եւ այլ շատ երկրներ, որոնք իրենց ունեն քաղաքացիներ, որ ապրում են Սփյուռքում եւ ամեն անգամ ունություն լինի, իրավունք ունեն գալու եւ քվեդալու։ Իսկ որոշ երկրներ Ամերիկայի նման օրինակի համար Բեչունես նույնիսկ Ամերիկա գալու քվեարկելու ընդրության օրը հերվից կարող ես քվեդալ։ Ինչ որ Հայաստանը նաև օրենք ուներ սկիզբը որ անկախ էր Հայաստանը, շատեր մոռացել են դա,
այն Հայաստանի քաղաքացիները որ ապրում էին օրինակ Լոս Անջելեսում կարող են գնալ հյուպատոսարան այդ օրը եւ իրենց կվենտալ եւ այդպես էլ արեցին մի քանի ընդունություններին մասնակցեցին բայց այդ էլ խանգարեցին հիմա էլ խանգարում են ոչ թե թրսի ապրող քաղաքացիների ընդրելու իրավունքը այլ այն հայաստանցիները որ գալիս են Հայաստան որ ահագին ծախս են անում տոնում են ընտանիքը աշխատանքը եկամուտը եւ որ կվեդան չեն տոնում ասում շատ վատ բաներ են այդ է որ քիչ ասում է որ այս մարտիկը սխալներ որ անում են միան մի ոլորտում չէ որ ոլորտը որ նշենք խոսենք կարող ենք ժամերով խոսել բոլոր ոլորտներում էլ սխալ են անում Այո, եւ պետք է իրենք ուղղեն իրենց սխալները ամիջապես եթե ոչ հերանան անշուշտ պետք է որ հերանալ մասին խոսենք պետք է Պաշինյանը հերանալ Վաշտոնից 2020-ի հոկտեմբեր 9-ից երբ որ այդ պատերազմը չարշահիշ բարդություն գրեց իր աբաշնոր ղեկավարության պատճառով նույն երեգո եթե ովևէ այլ ղեկավար լիներ նույն քիշեր կհրաժարվեր Վաշտոնից բայց ինքը իր աթորը այնքան սիրում է որ նախընտրում է աթորի վրա մնալ եւ կանտե հայրենիքի շահերը պաշտպանել Պարոն Սասունյան, իրենք ծրագիր են իրականացնում, որը պետականության ոչնչացմանն է միտված, դրա համար իրենք չեն հեռանալու, քանի չեն հասել իրենց ամբողջ ծրագրի իրականացմանը։ Ես ուզում եմ հետևյալ հարցին էլ անդրադառնալ, քանի որ այսօր հիմնականում ձեզ հետ փորձեցի խոսել հենց Սփյուռքի հետ կապված հարցերի շուրջ։ Այս հարցին էլ խնդրում եմ պատասխանեք, Եղոյան Արմանի շուրթերից հնչեց հետևյալ միտքը, եւ այս մասին իհարկե ասում են ընդհանրապես քպեականներից ես լսել եմ, միայն Արման Եղոյանը չէ, որ ասել է։ Ասում է Սփյուռքում պաշտպանում են հայկական, ասում են, որ պաշտպանում ենք հայկական շահը, չեն ասում Հայաստանի շահերը։ Ասում է կամ Հայաստանի հետ կապված շահերը։ Ինչու՞ չեք ասում Հայաստանի շահերն ենք պաշտպանում եւ ասում եք հայկական շահն ենք պաշտպանում։ Ասում է դրանք հիմա նույնական արտահայտություններ են, թե ոչ, թե իրար հակասող արտահայտություններ են։ Հիմա ասում է ո՞նց հասկանանք։ Հիմա կբացատրեք հայկական շահ, թե Հայաստանի շահ, թե դրանք նույնական են ի վերջո։ ԿՊԵ-ականի համար ուրեմն կասկածելի է, որ դուք ասում եք հայկական շահեր։ ուրեմն ասեմ շատ բարձ է պատասխանը այս մարդը լրիվ դքեդ է ոչ մի բան չի իմանում ոչ էլ հետևում է ոչ մի բանի եթե հետևեր մենք բոլորս էլ սպիրկում ունենք մեկ հայրենիք որ Հայաստանն է ամեն ինչ անում ենք Հայաստանի շահերի համար մեկ երկրորդ Հայաստանի շահերը սպիրկի շահերը հայության շահերն են ընդհանրապես համահայկական շահերն են մենք պաշտպանում ենք համահայկական շահեր այդ հայկական հարցը լինի սպիրկում թե հայրենիքում թե որևէ տեղ մենք պաշտպանում ենք որովհետև մենք սիրում ենք մեր հայրենիքը ի դեպերություն քբեականներին որոնք սիրում են իրենց աթոռները եւ իրենց կրբանները մենք սիրում ենք մեր հայրենիքը եւ ամեն ինչ անում ենք ամեն օր մեր կյանքում օգտակար լինենք թե հայության թե Հայաստանին եւ ընդհանուր համայնական շահերին այդպեսի բան չկա որ մենք աշխատում ենք հայության համար եւ ոչ թե Հայաստանի համար թե այդպեսի բան չկա smart լրիվ դքեդ է Իրանի ինքը ամաչեր մի քիչ բերան փակ բայեր որ դքեդությունը չդրսևորեր ասկի առաջ այսինքն առանց ամաչելու ցույց է տալիս թե որքան դքեդ է ինքը որքան անդերյակ է ամենի բարձ հարցերից եւ համարձակվում է այսպես խոսել բարապսարապ խոսել եւ ինքը ոչ թե սուրքին վիրավորում է այլ վիրավորում է ինքն իրեն եթե ինքն իրեն վիրավորելը իր համար որևէ արժեք ունի չեմ իմանում իր որոշումն է բայց խիստ վիրավորական է լսել մի մարդ որ պատգամավոր է եւ այսպես ելույթ են ունում մասկան ժողովի ամբիոնից եւ ասում են ամենը դխմար եւ դքետ խոսքերը Բայց դա միտում ունի, էլի, իրենք փորձում են այս ամեն ինչը փորձում են այսպես տեղավորել միայն Հայաստանի 20
9433, ինչքան են ասում, չգիտեմ ինչքանն են տվել, արդեն հանձնել են ինչ-որ հատվածներ, Հայաստանի այս պահի եղած սահմանների մեջ, դրանից դուրս, երբ որ հարց է հնչում, Արցախի մշակութային արժեքները քար ու քանդ է լինում, կամ որևէ տեղ ինչ-որ խնդիր կա, հայի հետ, հայության հետ կապված խնդիր կա, իրենք ասում են մենք գործ չունենք, մենք միայն Հայաստանի վարչապետն ենք, Հայաստանի ղեկավարն ենք, դրանով կտրելով ամբողջ 10 միլիոն հայության հետ կապը։ Սա շատ լրջագույն խնդիր է, ուղղակի մեզ օտարում են մեր հայրենակիցներից։ Սա է ամբողջ հարցը։ Դրսում ապրող մեր հայրենակիցներից։ Եվ ուզում եմ եզրափակենք մեր հարցազրույցը, պարոն Սասունյան, կաթողիկոսի դեմ սկսված դատի հետ կապված էլ ձեր կարծիքը հայտնեք, այս մի խայտառակությունն էր, որ ամենայն հայոց կաթողիկոսին ամեն դեպքում Փաշինյանը կանգնեցրեց դատարանի առաջ։ Ինքնաբացարկ է հայտարարել դատավորը, բայց փոխարինվեց մեկ ուրիշը եւ զուտ այն բանի համար, որ դա իր կանոնադրությամբ եկեղեցու արված քայլ է կաթողիկոսի կողմից, իշխանությունը միջամտում է եւ պատասխանատվություն է պահանջում կաթողիկոսից եւ 6 եպիսկոպոսներից։ Ես կխնդրեմ կարճ արձագանքեք, մենք էլի առիթ կունենանք կխոսենք այս թեմայի շուրջ, բայց այս երևույթին արձագանքեք եւ ավարտենք մեր հարցազրույցը, պարոն Սասունյան։ Էսի նորից կխոսենք, անշուշտ շատ երկար թեմա է, Այո, շատ կարճ, ամենի դրա համար եմ ասում, որ մենք էլի կարճ ասեմ, կխոսենք այս մասին, այո։ կարճ ասեմ, էսի մեծ խայդարագություն է, որ ամբողջ աշխարհի առաջ խայդարագում ենք մենք, անընդհատ խոսում ենք, որ մենք առաջին պետությունն ենք, որ պաշտոնապես ընդունել ենք քրիստոնեությունը 301 թվականին, բայց իշխանությունները հալածում են, փորձում են բանդարգել, հերացնել վեհապարին, էսի անընդունելի վերաբերմունք է Հայաստան եկեղեցու հանդեպ, եւ Փաշինյանը շատ բաներ մոռանում է, անշուշտ շատ բաներ առանց թիդավոր չի մոռանում, թիդավոր անում է, որտեվ խանգարում է ամեն ինչ, ամենայն հայոց կաթողիկոսը հենց իր մակտիրը ամենայն հայոց, ոչ թե Հայաստանի հայոց, ամենայն հայոց, աշխարհի բոլոր հայության վեհապարն է, ամենայն հայոց կաթողիկոսն է։ Հայաստանի վարչապետը ոչ մի ասելիք ունի, պետք է ունենա անավանդ օրենքով էլ ամրագրված է դիսամարությամբ, որ ինքնին խառնելու Հայաստանից եկեղեցու ներքին հարցերում։ Ուրեմն կարեկին վեհապարն է ամբողջ հայության եւ ոչ թե միայն Հայաստանի, Փաշինյանը միայն Հայաստանի վարչապետն է իր ասելով եւ ինքը ոչ մի ասում ես կապ չունեմ սպիրկի հետ, կապ չունեմ որևէ երկրի հետ, հայ համայնքների հետ, ուրեմն եթե կապ չունի, ինքը իրավունք չունի թե օրենքով եւ թե բարոյական ցեվով խառնվելու որևէ հայկական եկեղեցական հարցերով, որտեղ եկեղեցին պատկանում է մեր բոլորին, ոչ թե Փաշինյանին։ Այո։ Եվ իմ կարծիքով դեպուս մի քիչ զայրահեղ կարծիք է էսի, որ չեմ լսել որ ոյ մեկ ասի, եւ ես ասեմ դեպուս կնահատվեմ, բայց իմ կարծիքով վեհապարը պետք է մեժեր դատարան գնալ այդ օրը, որտեղ աբորինի դատական հայց է ներկայացվել, խախտելով սահմանությունը եւ վերջո թող տեսնենք, եթե Փաշինյանը համարձակություն ունի ցերպակալելու եւ բանդարգելու ամենահայց կաթողիկոսը։ Եթե այդ օրն էլ հասնի, որ ուսամ չի հասնի, եւ եթե մեր ժողովուրդը շարունակի լուր մնալ եւ լրել եւ փողոց ճիշտնել 100,000-ներով, այն adin մենք արժանի ենք Փաշինյանի իշխանության։ Հուսամ, որ այդպես չի լինի։ Շնորհակալ եմ, պարոն Սասունյան, ինչպես միշտ ձեր վերլուծությունը շատ կարևոր էր եւ շատ հետաքրքիր։ Շնորհակալ եմ։ Վերհիշեցնեմ իմ հետևորդներին, որ հեռակապով հարցազրույցի էի հրավիրել Հարութ Սասունյանին, Կալիֆոռնիա Կուրիեր թերթի գլխավոր խմբագիր եւ հրատարակիչ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։ Շնորհակալ եմ,